Պարզես հորիզոնը սկսում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին։ Նիկոլ Փաշինյանը եւ Տանյա Ֆայոնը քննարկել են տարածաշրջանային նշանակության թեմաներ, մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման փաստին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Իր հերթին Տիկին Ֆայոնը վերահաստատել է Սլովենիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղված ջանքերին, ընդգծելով երկխոսության եւ դիվանագիտական փոխգործակցության կարեւորությունը։ Միաժամանակ նա շեշտել է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի կարեւորությունը տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հապաշրջափակման համատեքստում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Սլովենիայի փոխվարչապետ արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպմանը կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է։ Նախագծի համաձայնեցման շուրջ բանակցություններն ավարտված։ Այս մասին Facebook-ի իր էջում կրկին գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ եւ հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ, շեշտել է վարչապետը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման կարեւորությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Ֆրանսիայի, այդ թվում նախարար Բարոյի կողմից ցուցաբերված հետաքրքրությունը։ Հունգարիան կրկին խոչընդոտում է Հայաստանի ռազմական հարցերում Եվրամիության կողմից օգնության ցուցաբերմանը։ Պաշտոնական Բուդապեշտը շարունակում է իրեն դրսևորել որպես Ադրբեջանի շահերի պաշտպանը Բրյուսելում եւ Ստրասբուրգում։ Թեմայի շուրջ գործընկերս Քրիստինա Ալագուլյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Հիշեցնեմ, անցած ամիս Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր ներկայացուցիչ Կայա Կալասը առաջարկել էր Եվրամիության անդամ պետություններին քննարկել Հայաստանին Եվրամիության խաղաղության հիմնադրամից եւս 10 միլիոն եվրո հատկացնելու հարցը։ Հայաստանի արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար է այս գրանտը առաջարկվում եւ ըստ ընդունված կանոնի բոլոր անդամ պետությունները պետք է դրական եզրակացություն ունենան, որպեսզի նախաձեռնությունը ի կատարածվի։ Եվ ոնց հասկանում եմ, Հունգարիան այս հարցում կրկին վերապահումներ ունի եւ այս հարցը նաեւ քննարկվել է Լյուքսեմբուրգում, ուր երեք հավաքվել էին Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները։ Ոնց հասկանում եմ, այս հարցին հատուկ անդրադարձ է եղել եւ ոչ մի որոշում կայացնել չի հաջողվել։ Ըստ որոշ իհարկե ոչ պաշտոնական տեղեկությունների Հունգարիան կրկին օգտվել է վետոյի իր իրավունքից։ Պետք է ընդգծեմ, որ մի քանի օր առաջ կամ մի քանի շաբաթ առաջ մարտի 24-ին, եթե չեմ սխալվում եմ, Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել հունգարացի իր գործընկերոջ Պետեր Սիարտոյի հետ, ենթադրում եմ, որ քննարկվում էր նաև այս հարցը, բայց ոչ մի առաջխաղացում այս հարցում չկա։ Հիշեցնեմ, նույն կեցվածքներ Հունգարիան դրսևորել անցած տարի, երբ նույնպես քննարկվում էր Եվրամիության խաղաղության հիմնադրամին Հայաստանին եւս առաջին 10 միլիոն այդ դոլարի եվրոյի հատկացման հարցը։ Այն ժամանակ Հունգարիան պատճառաբանում էր, որ եթե Հայաստանին տրվում է, ուրեմն թող Ադրբեջանին էլ հատկացվի։ Փոքրինչ անտրամաբանական պահանջ է, եթե նկատի ունենանք, որ այս գրանտի նպատակն է օգնել Հայաստանին դիմադրել արտաքին սպառնալիքների։ Անտրամաբանական է, երբ օգնում են միաժամանակ եւ զոհին եւ նրա վրա հարձակվողին։ Մյուս կողմից մի պետություն, որի ռազմական բյուջեն 4 միլիարդ դոլար է, հազիվ թե կարիքն ունի ինչ-որ 10 միլիոն եվրոյի։ Ինչևէ, այն ժամանակ եվրոպացիները զիջեցին հունգարացիների ճնշմանը եւ պահանջին, սակայն ոնց հասկանում եմ, այս անգամ սկզբունքայինություն են դրսևորում եւ պահանջում են, որպեսզի Հունգարիան հրաժարի
հրաժարվի իր վետոից։ Արտեմ, ինչով է պայմանավորված Հունգարիայի այս պահվածքը։ Դե Հունգարիան վաղուց արդեն Ադրբեջանի այսպես ազդեցության գործակալի դերն է ստանձնել Եվրոպայում, պատճառը հավանաբար գլխավոր պատճառը նավթային եւ գազային կախվածությունն է, որը Բուդապեշտը ունի Բաքվից։ Ժամանակին Հունգարիայում փորձեցին Հայաստանի այսպես ցուցադրական դրական բարի կամքի դրսևորում, այսպես հանդիսացող քայլեր ցուցադրել Ռամիլ Սաֆարովի այդ սկանդալային պատմությունից հետո Դե Հունգարիայի միջնորդությամբ ադրբեջանցիները 5 ռազմագերին հանձնեցին Հայաստանին, Հունգարիան մոտ 1000 արցախցի փախստականների երեխաների ամառային ճամբար ուղարկեց իր տարածքում, Կարմիր խաչի Հայաստանի ընկերությանը Հունգարիան ինչ-որ գումար էր հատկացրել փախստականներին օգնելու համար, Բուդապեշտում հայկական եկեղեցին էին վերանորոգել, բայց սրա հետ զուգահեռ Բուդապեշտը շարունակում է այսպես տարօրինակ կեցվածքը իր այդպես ցուցաբերել, օրինակ նախանցած տարի կրկին օգտագործել էր վետոյի իր իրավունքը, երբ քննարկվում էր Եվրամիությունում ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ դատապարտող այդ բանաձևը։ Արդյունքում Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր ներկայացուցիչը իր անունից տարածեց այդ հայտարարությունը եւ կշիռը այդ փաստաթղթի դրա հաշվին նվազեց։ Կամ օրինակ անցած տարի ֆրանսիական L'Opinion թերթը վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրները դիվանագիտական բնագավառում հայտնել էր, որ Ֆրանսիան ու Նիդերլանդները առաջարկել էին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել Արցախի դեմ ագրեսիայի պատճառով, սակայն Հունգարիան եւ Ռումինիան կրկին օգտագործել են վետոյի իրենց իրավունքը։ Արտեմ, արդյոք Հունգարիայի համար Ադրբեջանը այդքան մեծ նշանակություն ունի։ Իրականում ոչ այդքան, պարզապես սա եւս մեկ հնարավորություն է Հունգարիայի կողմից հակադրվելու Եվրամիությանը։ Հունգարիան ձգտում է ցանկացած առիթ օգտագործել Եվրամիությանը հակադրվելու, դե իսկ գլխավոր խնդիրը իհարկե Ուկրաինան է, Ուկրաինայի եվրոինտեգրումն է, Ուկրաինային ռազմական օգնության ցուցաբերումն է եւ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցներն են։ Հենց այս հարցերում է, որ Հունգարիան այսպես բացահայտ հակադրվում է Եվրամիության անդամ մյուս պետություններում, ըստ էության ստանձնելով 5-րդ Շարասյան դերը, ինչը իհարկե դուրս չի գալիս Եվրոպայում շատ-շատերին։ Դա էր պատճառը, որ անցած տարի Բելգիան, որ այդ ժամանակ նախագահող պետությունն էր Եվրամիությունում, առաջարկել էր վերանայել կանոնադրությունը, մասնավորապես 7-րդ կետը կանոնադրության, որը նաև հենց ենթադրում է այդ վետոյի իրավունքը։ Արդյունքում, այսինքն նպատակն էր զրկել Հունգարիան վետոյի իր իրավունքից, ահա այսպես հեշտ օգտվելու հնարավորությունից։ Հարցը ոնց հասկանում եմ դեռևս քննարկվում է եւ եթե այդպիսի լուծում ի վերջո տրվի, կարծում եմ Հայաստանին ավելի հեշտ կլինի շարունակել իր դիվանագիտական աշխատանքը եվրոպական ուղղությամբ, բայց այստեղ նաև բարդություններ կան, քանի որ ըստ որոշ տեղեկությունների Սլովենիան է խանգարում դրան կամ վատագույն դեպքը Սլովենիան կարող է դառնալ երկրորդ Հունգարիան։ Դա հաշվի առնելով հավանաբար Եվրամիության գերտերությունները ձգտում են պես երկխոսության ճանապարհով հարցը լուծել եւ ժամանակ են ձգում, կարծում եմ հաշվի առնելով այն, որ գալիք տարի Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են, իսկ Վիկտոր Օրբանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել եւ ամեն ամիս ել ավելի է նվազում։ Երկու շաբաթ առաջ Հունգարիայի մայրաքաղաքում մեծ բողոքի ցույց էր, որի ներկայացած մասնակիցները պահանջում էին արտահերթ ընտրություններ եւ վարչապետի հրաժարական։ Այս սցենարը եւս կարող է իրատեսական լինել, հավանաբար Բրյուսելում եւ Ստրասբուրգում սպասում են այս հարցի հանգուցալուծմանը, որից հետո կորոշեն թե ինչպես են վարվելու Հունգարիայի հետ։ Շնորհակալություն, Արտեմ։
Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին Ադրբեջանում էր, որտեղ խոսել է տարածաշրջանային խաղաղությունից, մասնավորապես X-ի միկրոբլոգում նա գրել է, մեջբերում եմ. «Մենք քննարկել ենք մեր երկրների ռազմավարական գործընկերության առանցքային ուղղությունները եւ տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը։ Ես ընդգծեցի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կարևոր դերը։ Բաքվից հետո այս ամիս Կավելաշվիլին պաշտոնական այցով կժամանի նաեւ Երևան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանը տարբեր մակարդակներով նշել է, որ պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պարեկային ծառայության նոր էլեկտրոմոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները։ Վարչապետը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում տեղակայված քաղաքացիների ընդունելության սենյակների, ինչպես նաեւ գումարտակների շենքային պայմաններին։ Վարչապետ Փաշինյանն այցելել է նաեւ Զինանոց, հրաձգարան, մարզասրահ։ Գործիքն է, բան հարցապետ, մորջ, պետութական, հարցաշորդ, 8-ից 22 համարյա։ Սա ինչ է։ Ոզդը։ Սա դեղատուփը։ Դրակ մարիչն է։ Ու նույնը պլանշետ մի հատ։ Ուրիշ։ Ներսում է արդեն։ Ու իր կապի միջոցն։ Այո, Ճիշտ այդպես։ բոլորը նույնանման կահավորանքներն են։ Ավարտը շարայստու գատեսը։ Գյումրիում այսօր կայացել է ավականու անդրանիկ նիստը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ավականու ամենաշատ մանդատներ ստացած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բոյկոտել է ավականու առաջին նիստը։ Նիստին մասնակցել են միայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն, ովքեր քաղաքապետ են ընտրել Վարդան Ղուկասյանին։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել ավականու 18 անդամ։ Այսքան ենք առանձնացրել այս ժամի համար, կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։